Պարոն Մեսրոպյան, ի վերջո միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակ եք դիմել եւ ստացել եք այնտեղից արձագանք, որ պետք է կատարվի արբիտրաժի որոշումը, ինչու չհետևեցիք այդ գնահատականին, որ ստացել եք։ Դա այն հարցերի շարքին է պատկանում, որին այս պահին իրավասու չեմ պատասխանելու նշված պատճառով։ Բայց դուք դիմել եք, որ այնտեղից վարույթը կավարտվի եւ ես Մարիկ ջան, նոյեմբերի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը, որ ասում եք ինքը այլ կարծիք ունի եւ ինչպես գործընկերներից նկատեցին, մինչեւ այս վարույթի ավարտն էլ անընդհատ ինչ-որ գրառումներ է անելու, ցույց տալու, որ տպավորությունն է, որ այսպես հեծում, չգիտեմ, ինչ հանցագործներ են եղել։ Այսինքն Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական նպատակներով է այսպես այդ գրառումները անում, իսկ դուք ասում եք, որ որպես հանձնաժողովի նախագահ չեք։ Ռոմանոս Պետրոսյանը իր բոլոր հայտարարությունները, իր գործունեությունը բացառապես այս ամիսների ընթացքում կառուցել է որպես ժամանակավոր կառավարչի իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ժամանակավոր կառավարիչ մի ընդհատեք, էլի, եթե սեն շարունակեք, եթե այսպես եթե ոչ, ուրեմն խնդրում եմ կոռեկտության այդ սահմանը բերեք պահենք, մի ընդհատեք, երբ որ ես խոսում եմ, մի ընդհատեք, ոչ, կսպասեք ձեր հարցերին կպատասխանեմ, հա, ես եմ նշանակել, ինձ տրված օրենքի լիազորությունների շրջանակում եմ նշանակել, ինչի մասին է խոսքը, ինչ է, ոչ, ժամանակավոր կառավարիչը հանդիսանում է այդ հիմնարկի տվյալ ժամանակահատվածի համար գործադիր մարմնի ղեկավարը, գործադիր մարմնի ղեկավարը ինքը ոչ, սխալ եք մեկնաբանում, ինքը այդ պահին, խնդրում եմ լսեք, ինքը այդ պահին, մի րոպե ընդհատում եք, ինքը այդ պահին հանդիսանում է տվյալ հիմնարկի գործադիր տնօրենը, այնպես ինչպես ատոմակայանի տնօրենն է հանդիսանում, այնպես ինչպես բարձրավոր էլեկտրական ցանցերի տնօրենն է հանդիսանում տնօրեն եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատորեն տվյալ հիմնարկի ընթացքի, մոնիտորինգի կամ խնդիրների մասին խոսել, նաեւ կադրերի մասին։ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներից տպավորությունը, որ հեծը խնդիրների մեջ այսպես մխրճված է։ Այդ դեպքում ինչ էր անում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախ անցած տարիների ընթացքում, երբ որ իր գրառումներից ստացվում է այս տպավորությունը, որ այնքան խնդիրներ են կուտակվել, որ այս մարմինը չի աշխատել այս տարիներին։ Մարմինը հեռու եմ ես այդ մտքից, որ չի աշխատել։ Ինչ չէ բարձրաձայնում այն, ինչը Ռոմանոս Պետրոսյանը։ Պատասխանեմ, հա, հասկացել եմ հարցը։ Չէ, ջուրագրգիռ չեմ, որովհետև ոչ, սա քաղաքական հարց չի, թույլ տվեք ձեր ընկերուհուն պատասխանեմ եւ ջուրագրգիռ եմ, որովհետև պարբերաբար մանիպուլատիվ փորձում եք այնպիսի հարցեր տալ, որ չէ, ուղիղ հարցեր չեք տալիս, ոչ, դժվար չի։ Ձեր հարցը ուրեմն հիշեցնում կառույցը շատ լավ։ Հատկապես որ եզրակացություններով կարծես այդպես խորը խնդիրներ չեն հայտնաբերվում։ Այդ հարցի պատասխանը շատ տրիվիալ է։ Կառույցը ստեղծվել է 99 թե 98 թվականից, Սաֆարյան, լավ չեմ հիշում, 97 թվականից եւ գործում է մինչեւ այսօր եւ կգործի դեռ երկար տարիներ։ Ես այդ կառույցում նախագահ աշխատում եմ մոտ 10-11 ամիս եւ պատրաստ եմ իմ աշխատած ամեն մի ժամվա, ամեն մի օրվա, ամեն մի ամսվա համար մանրամասն հաշվետվություն տալ, իսկ դրանից առաջ թե ինչ թերություններ է տեսել Ռոմանոս Պետրոսյանը կամ մյուս գործընկերները կամ պետության մյուս ներկայացուցիչները, ես դրա պատասխան ես չեմ կարող նման արցիկ հայտնել, կան տվյալ ժամանակահատվածի համար պատասխանատու անձիկ, բարեբախտաբար իրականության մեջ ապրում են, գործում են, կարող եք նման հարցեր իրենց ուղղել։ Այդ խնդիրները, եթե ես նկատած չլինեի, նաև ես այս վարույթը այդ ամեն ինչի հետևանք է նաև։ Դրանից առաջ ես վարույթ հարուցել եմ Հեցի, Վիոլայի եւ մնացած կարգավորվող ընկերությունների նկատմամբ, մենք նրանց տուգանել ենք, պարբերաբար աշխատանքային Հա, ինչն է խնդիրը, իսկ ինչն է խնդիրը, որ այս անգամ, ասենք, որոշում կա, ենթատեքստը եւ քաղաքական հրահանգ։ Ես չեք անհանգստանում, որ հետագայում պատասխանատվություն
բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի հիմքում քաղաքական որոշումն է։ Դրա համար մեր բոլոր կասկածները ուղղված է դրա մասին են։ Դուք չեք կարող Նիկոլ Փաշինյանին հակառակ որոշում կայացնել։ Այս է խնդիրը։ Դուք հիմա ինչ պատճառաբանություն եք բերել, քաղաքական որոշում է կայացվելու։ Դուք հիմա ինձնից հարցազրույց եք վերցնում, թե իմ հետ բանավիճում եք։ Չէ, դուք բանավիճում եք։ Բերել, որ ձեր ոտը կապած չի, կաշկանդված չեք։ Ես արդեն պատասխանեցի այդ հարցերին։